Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Մենք արդեն խոր նախընտրական քարոզարշավի մեջ ենք։ Բոլոր ակտիվ քաղաքական ուժերը փողոցներում են, մենք քաղաքացիներս հետևում ենք այդ ընտրապայքարին, տարբեր կարծիքներ կան, թե ինչպիսին է այդ ընտրապայքարը։ Լսում ենք ամեն օր քաղաքական ուժերի ղեկավարներին, հետևում ենք այդ քարոզչությանը եւ այնպես չէ որ հիացած ենք այն ամենով, ինչ որ տեղի է ունենում այսօր Հայաստանում։ Ես այսօր հաղորդումը պատրաստում եմ վարել քաղաքագետ Անուշ Սեթրակյանի հետ, իմ լավ բարեկամի, ով նաև падգամավորության տեխնացու է, միասնության թևեր կուսակցության ցուցակով։ Անուշը երկար տարիներ նաև քաղաքական միջավայրին է հետևում, քաղաքական տարբեր process-ների ակտիվ նաև եւ ակտիվ եւ пассив մասնակից է տարբեր փուլերում եւ այնպես որ կարծում եմ կկարողանանք ձեզ համար վերլուծել թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին։ Ես կուզեի մեր խոսակցությունը սկսեինք նրանից, որ ինչով է այս քարոզարշավը տարբերվում նախորդ մեր տեսած քարոզարշավներից։ Ըստ էության ես ինքս գոնե մի 30 տարի հետևում եմ նախընտրական քարոզչությանը, տարբեր բաներ կարող եմ հիշել, տարբեր էպիզոդներ, տարբեր որակական բնութագրեր կարող եմ տալ, բայց այս քարոզարշավը կարծում եմ, որ առանձնանում է իր տգեղ խոսույթով, միմյանց նկատմամբ ցեղ շպրտելու այդ փորձերով, սպառնալիքներ են հնչում, կեղծիք է հնչում շատ բարձր տոներով, բարձր մակարդակներից եւ մի տեսակ ընտրողը մի կողմից չփոթված է այդ ամեն ինչը տեսնելով, որտեվ չի հասկանում, թե դա ի վերջո դա որ քաղաքական ուժի ետևից գնա, ում ընտրի, ինչ անի եւ մյուս կողմից նաեւ ուղակի զզվանք ու խորշանք, խորշանք է զգում այս ամենից, որտեվ ինչպես կարող է ասեն երկրի ղեկավարը մեկին համբալ է անվանում, այն մյուսը կզելու մասին է խոսում, երրորդը խոսում է բռնելու, լակոտես, կնստացնեմ, բանտ կտանեմ, նաև խոսում է գլուխները պատին են տալիս, եթե ուզում են դառնալ վարչապետ, կարծես թե այդ վարչապետի պաշտոնին կսեփականաշնորհել է եւ միայն ինքը պետք է դա զբաղեցնի։ Ի վերջո ընտրապայքարը դրա համար է, որ քաղաքական ուժերը ինչ որտեղ քաղաքակիրթ պայքար մղեն, ներկայացնեն իրենց դրական կողմերը, ներկայացնեն իրենց ծրագրերը, ներկայացնեն ու հույս ներշնչեն հասարակությանը, նաև ցույց տան, որ իրենք կարող են այս երկիրը ղեկավարել եւ այս ծանր վիճակից հանել պետությունը։ Հիմա ես կուզեի լսել քո վերլուծությունը այս քարոզարշավի եւ դրա նաև համեմատությունը նախորդ մեր տեսած քարոզարշավների։ Իմ անձնական փորձից, հա, դուք երևի քչերն են հիշում, բայց դուք հաստատ կհիշեք, որ ես ժամանակին Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահն եմ եւ հետեւաբար, հա, ասում ես բոլոր ժամանակները, երբ որ Արցախը գտնվում էր Հայաստանի յուրիսդիկցիայի ներքո, համարում եմ երանելի ժամանակներ։ Ասում այդ երանելի ժամանակներում, երբ որ մենք վարում ենք քարոզարշավ համատեղ ժառանգության հետ միասին, մի բան կար, որ հիմա ուղղակի բևեռային տարբերվում է։ Քարոզարշավի ժամանակ մարդիկ վախեցած չէին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից։ Տեսեք, հիմա որ միասնության թևերի հետ գնում ենք, ասենք, տեղեր, ես տեսնում եմ հետևյալը, մարդիկ շատ ջերմ են նայում, շատ սիրով ընդունում են, հա, Արման Թաթոյանին եւ չեն ուզում Երևան, խնդրում են, որ կադրերը հանեն, խնդրում են, որ հանկարծ հեռուստացույց ցույց տալ, մինչդեռ նախորդ քարոզարշավների ժամանակ դա մարդկանց համար մի հաճելի բոնուս էր, ասենք, որ իրենց նկարում են, ասում են, իսկ մենք նկարը միասին կունենանք, իսկ նկարը դուք Facebook-ով կդնեք, իսկ դուք մեզ կուղարկեք, տրամագծորեն տարբեր։ Այսինքն բռնապետ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նույնիսկ Ռոբերտի ժամանակ չէր, Սերժ Սարգսյանի ժամանակ էր, այդ որ ես ինքս անձամբ մասնակցել եմ, դա այդ ժամանակ էր։ Իրոք այդ ժամանակ չկար մի գրամ անգամ ահաբեկության փորձ, ես ինքս համասարանում, որ եթե Երևան կզրկվեմ աշխատանքից, ոչ, ընդհակառակը համասարանում ես ընդհանրապես ի գիտություն ասացի, որ ես քարոզարշավի եմ եւ ավտոմատ ազատվում եմ դասերից, իսկ հիմա օրինակ հրահանգ կա, որ պետքա բոլորը վերցնեն իրենց հաշվին արձակուրդ։ Լավ, ընդունում եմ, որ նոր օրենսդրական գիծ է մտել, բայց չնայած էդ էլ պետքա ինչ-որ մոտիվացիա ունենալ, որովհետեւ երկրի քարոզարշավի մասնակցող մարդիկ ավտոման ներգրավված
սահմանված են, պետական գործառույթով սահմանադրականորեն սահմանված, բարենպաստ գործունեության մեջ, դա քաղաքական պայքարի իրացման իրավունքն է, որտեղ մի տեսակ այդ արձակուրդը պետքա տրվի ավտոմատ։ Բայց լավ, ինչ որս, որտեղ այն ժամանակ մեզ ավտոմատ տվեցին այդ 1 ամսվա արձակուրդը, մենք ավտոմատ աշխատանքից կարող ենք բացակայել առանց որևէ ֆինանսական ռիսկերի, այդ ժամանակ այդպես է։ Եվ ոչ մի կորուստ չկար։ Դա մեկ։ Երկրորդը դա իհարկե այն խոսույթն է, որը մտել է քաղաքականություն, դա համաշխարհային քաղաքականության մի մաս է, որտեղ հիմա էլ ասեմ ձեզ, որ ամերիկյան եւ եվրոպական էքսպերտները շատ մտահոգ են պոպուլիզմի մեջ մտնող այդ բաղադրիչը, որտեղ պոպուլիզմը տարբեր ձևեր ունի։ Կա պոպուլիզմ, որտեղ դու փորձում ես առավելագույնս դուր գալ քո ընտրողին, եւ կա պոպուլիզմ, որ դու փորձում ես առավելագույնս հետաքրքիր լինել։ Իսկ հետաքրքիր լինելու տարբեր ձևեր կա։ Մրցակիցներին սևացնելու։ Այո, մրցակիցներին սևացնելու ժամանակ դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը իր ընտրողի համար այդ զենքը միշտ օգտագործել է, չաքուչը, վնգստացող դատավորները եւ իր բաժին էլեկտորատի վրա դա աշխատում է, այդ կրկեսը, այդ ցածրորակ մնացել է այդ էլեկտորատը։ Այդ էլեկտորատը մնացել է։ Այդ էլեկտորատը, ես դա անվանում եմ գրական տերմինով ցախեսյան էլեկտորատ, այդ էլեկտորատը հիմնականում այն մարդիկ են, ովքեր յուրատեսակ, դա նիչեական բանը, ռեսոնտիման ունեն, վրեժխնդրություն ունեն հաջողակ մարդկանց հանդեպ։ Այսինքն բոլոր այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին տեսնում են իբրև իրենց սիմվոլ, մի յուրատեսակ ցախես, յուրատեսակ հմայքով եւ որը լուծում է իրենց անհաջողակության վրեժը։ Դա ընդ որում դա կապ չունի, որ վրեժն է։ Անձնական կյանքում լինի, թե բանում լինի, թե գործի մեջ լինի, բոլորին նրանց թվում է, որ հիմնականում իրենց սեփական անհաջողության պայքարը, անհաջողակության խնդիրը, դա ոչ թե, պատճառը, դա ոչ թե կրթության պակասն է, աշխատասիրության պակասն է, չգիտեմ, այլ դա զուտ այն հարուստ, գեղեցիկ, լողացած մարդկանց դաժան բազմությունն է, որ եկել է եւ խլել է իրենց անձնական երջանկությունը, որը Նիկոլ Փաշինյանը գալիս է վերադարձնելու, որտեւ իր ողջ տեսքով, խոսույթով, նույնիսկ ես օրինակ բոլորը զարմանում են, թե ինչի է ինքը այդպես ինտենսիվ ուտելիք կլանում։ Երբ ինքը կարող է իրան զսպել, այսինքն վստահ կարող ենք, չէ՞, ասել, որ ինքը քաղցած չի։ Եվ չի կարող լինել։ Դե գոնե կարող են այդ կադրերը չցուցադրել ուղղակի։ Չէ, դա նպատակային կադրեր են, այդ բաները ուտելը, ես չեմ սիրում կարկանդակ ուտելը, որտեղ ես այդ պերաշկի բառը չեմ սիրում, արտասանելուց էլ զզվում եմ։ Այդ կարկանդակ ուտելը, այդ բրդուճները ուտելը, այդ բոլորը հատուկ PR-ը, որովհետև իր էլեկտորատը դա այն էլեկտորատն է, որ ուտելիքի հանդեպ ունի հատուկ վերաբերմունք եւ որտեղ հացի այնտեղ կաց ասույթը հենց իրանց մասին է։ Այդ հացային բանը, հացային ոնց ասեմ, մոլուցքը, տգեղ ուտելը, հա, նաեւ տգեղ ուտելը նույնպես, դուք հասկանում եք, որ տեսեք, ես միշտ ասում եմ, որ հայկական ավանդական ուտելիքային տրադիցիան ինքը այնուամենայնիվ տգեղ ուտելու տրադիցիան է։ Եթե մենք նայենք խաշին, այդ ավանդույթը, որը միավորում է, ինքը իր բնույթով այո, ինքը տգեղ ուտելու ավանդույթ է, եւ նա մտնում է այդ շատ ավանդական այդ վիբրացիաների մեջ, որոնք չեն խոսում քաղաքակիրթ աշխարհի պահանջների հետ։ Տեսեք, Տրամպն էլ է ուտում համբուրգեր, ինչի՞ համար ինքը ուտում համբուրգեր, որ ընդգծի ցույց տա, որ միջին ամերիկացին, որ ես չնայած միլիոնատեր եմ, բայց սա է իմ ուտելիքը, ես ձեր նման եմ, բայց միևնույն ժամանակ այդ համբուրգերի կլանումը չի գնում կանոնավոր եւ անդադ ի ցույց բոլորին, ընդհակառակը շատ համեստ վիճակում եւ ես խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես ինքը դա ուտում է, բայց լավ, Աստված իր հետ։ Ես կարծում եմ շատ ավելի առողջ սնունդ է նախընտրում, բայց դա կամերաների խոսույթի համար լավ է։ Իսկ այս էլեկտորատը, որը մշտական լինելու է իր կողքին, էլի, այդ հեղափոխական էլեկտորատը, միշտ նույն տողերով է բնութագրվում։ Այսինքն դա չի նվազում, չի ավելանում, չի փոխվում, հա, չի հիասթափվում, ոչ մի բան չի։ Հիմա իրենց կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն բացի Նիկոլ Փաշինյանի թիմից, օրինակ ես վերջերս շոկ ապրեցի, երբ որ կարդացի, չգիտեմ ճիշտ է դա թե չէ, բայց համենայնպես կարդացել եմ աղբյուրում, եթե ինչ բանը թող հերքեն աղբյուրը, ես կապ չունեմ։ Որտեղ գրած է, որ Լիլիթ Մակունցը հայտարարել է մոտ 3.5 միլիոն դոլարի ունեցող։ Ինքը հերքեց։ Ինքը ասեց 2-0 սխալ է գրված։ Հնարավոր է, բայց դուք հասկանում եք, ասենք բացառությամբ իր թիմից
ոչ մեկի իր էլեկտորատից ոչ մեկի վիճակը չի բարելավել, ասենք ոչ ֆինանսներն են ավելացել, ոչ իրավիճակը, բայց նրանք նա ուրիշ կարևոր ֆունկցիա ունի, նա լուծում է այդ մարդկանց հարցը իր արկայությամբ, համաձայն դա իր էլեկտորատը։ Շատ լավ, ամեն դեպքում ուզում եմ խոսենք դրա մասին, որ շատ անհավասար պայմաններում է քարոզարշավը գնում։ Իշխանությունը օգտագործում է իր բոլոր լծակներն ու հնարավորությունները, իր բոլոր ամբիոնները պաշտոնական, հա, բյուջեն, քայլեր է անում, թոշակ է բարձրացնում, առողջապահության ապահովագրություն է անում, խոստանում է անտոկոս վարկեր եւ այլն եւ այլն, նույնիսկ այսօր ցույց տվեցին, որ փողոցում մոտեցած մարդուն կանչում է, ասում է նախարարին կանչում է, ասում է լուծեք այս մարդու հարցը, տեսեք ինչ է, այսինքն այդ տարական բացահայտ ընտրակաշարք է, օրենքի խախտում է, պաշտոնի չարաշահում է լիազորությունների, իսկ ընդդիմության հանդեպ մի տոտալ ուրեմն ճնշումներ, սահմանափակումներ, ամեն օր մարդ են բռնում, ձայնագրություններ, գաղտնալսումներ են հրապարակում, որտեղ լսում ես նույնիսկ չես հասկանում, թե այո, ինչ են խոսում եւ դա ինչով է դա օրենքի խախտում, դա էլ չի հասկացվում։ Մի խայտարակ վիճակ, ուրեմն ընդդիմությունը վախի մեջ, հասարակությունը վախի մեջ, իշխանությունն էլ օգտագործում է իր ադմինիստրատիվ, իր բոլոր հնարավոր լծակներն օգտագործում է, ամեն օր ստանում են կահազանգեր, որ ինձ զգուշացրեցին, որ աշխատանքից կհեռացնեն, ցուցակ կազմեցին, եկան մեր դուռը թակեցին, ասին իշխանությանն ընտրելու ես, թե չես ընտրելու, եւ այս բոլոր դրսևորումները մնում են կուլիսներում, անուշադրության են մատնվում։ Որպես Հայաստանի միակ արևմտամետը, ես միշտ ասում եմ, ես Հայաստանի միակ արևմտամետն եմ մնացել, որովհետև ես չեմ արժևորում արևմուտքի քաղաքականությունը ներկա պահով, այլ ընդհանուր մշակութային եւ քաղաքակրթական արժեքներով, եւ երկրորդ երևի ես միակ արևմտամետն եմ, որ երբևէ արևմուտքից 1 ցենտի որևէ գրանտ չեմ ստացել, դրա համար ես եմ իրական արևմտամետը։ Ես ավելի մեծ ցավ ունեմ։ Հələ ադմինիստրատիվ ռեսուրսը ես հասկանում եմ։ Դե այդ մարդիկ են, դա ավտորիտար հասարակությունը, ավտորիտար իշխանությունը, ինքը կիրառում է իր բռնության լծակները, դա պարզ է։ Բա այն քաղաքացիական հասարակությունը, որոնք պետք է դառնային այդ բոլոր բռնաճշումների, բոլոր խախտումների արձանագրող, պայքարողը, ուր են նրանք։ Նրանք աշխատում են իբրև լավագույն դեպքում իշխանամետ բլոգերներ, որոնք ասենք ընդդիմության խոսքում բռնացնում են այս բառը, ասում են մեկ արհեստական բանականության բան, մեկը չգիտեմ ինչ է, եւ գիտեք, ասենք, եթե բանի իշխանության բլոգերը, ասենք, իրավունք ունի շատ վիրավորական բառով անվանել ընդդիմության ներկայացուցիչին, ընդ որում դուք հասկանում եք, չէ՞, որ իշխանության հանդեպ վատ բառերը սահմանադրորեն ավելի թույլատրել են, քան ընդդիմության, որտեղ միջազգային բոլոր նորմաների համաձայն, կարծեմ 4-րդ հոդվածին։ Հա, դա մի կողմ, դրա մասին չեմ խոսում։ Բայց դրա հետ մեկտեղ այդ քաղաքացիական հասարակությունը հաշվում է անդիմադիր միտինգների հավաները, ներկայացչական բանը, գրում է, որ այս մեկը ասեց այս բառը, մեկը գրեց այն բառը, եւ դա կոչվում է, ասենք, իրազեկ քաղաքացի միավորում։ Ինձ թվում է դա ավելի շատ կոչվում է զրպարտիչ քաղաքացի միավորում, որովհետև չէ, կներեք, ես քաղաքացիական, որպես քաղաքացիական հասարակության մաս հանդիսացող մարդ, որպես եվրոպական արժեքներ կրող մարդ, չեմ հասկանում այդ երկակի ստանդարտը, չեմ հասկանում, ես չեմ պահանջում, որ նրանք չբարձրաձայնեն այն ինչ որ ես եմ բարձրաձայնում, որ կա անդիմության կողմից, ասենք, ակնհայտ ռուսամետություն, որ կա նաև սխալ թյուր այդպիսի մեխանիզմերի կիրառում, հա, բայց ես կարող եմ դա, ասենք, որոշ դեպքերում բարձրաձայնել, դուք որ պարտավոր եք երկուստեք պահել բալանսը, դուք այդպես անվերապահորեն ձայնակցելով մի շարք իբր թե անտարբեր եւ չեզոք էքսպերտների բանակին, որոնք զբաղվում են լավին լավն ասենք լոզունգներ շռայլելով, որ տեսնում եք, ասենք, բանա, բայց այստեղ դպրոց է բացել։ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ դպրոց է բացել։ Նիկոլ Փաշինյանը այնպես է արել, որ այդ սահմանամերձ դպրոցում սովորող չի լինելու վաղը։ Ով, այսինքն պիտի քո գերագույն կապիտալը քաղաքացի 30% են փոխում վերջո։ Քո վերջին կապիտալը, այսինքն ոչ թե վերջին, ամենակարևոր, քո վերջնական նպատակը մարդն է։ Դու մարդուն ամեն կերպ խրտնացնում ես, ասենք պոստից մարդ է իջել, բնական է, որ այդ պոստի աշխարհի ծերում չի մնալու այն մարդը, որը
տիրապետում է խոսքի, լեզվի եւ բարեկրթության բոլոր սահմաններում։ Եթե մարդը հասել է այն բարձունքի վրա եւ խնդիրը բարձրաձայնում, դու իրավունք չունես ասես սրան հիմա զորացրի։ Սրան հիմա զորացրի։ Իհարկե։ Դու արձակուրդի մեջ, Իհարկե։ քաղաքացիական Դու հագուստով։ իրավունք չունես եւ դրա մասին ոչ մի քաղաքացիական հասարակություն չի բարձրաձայնում։ Դա ինչ քաղաքացիական Գիտես, հասարակություն է։ մեր իմ ու քո սխալը ինչու՞մ է։ Ինձ թվում է մենք 8 տարվա մեջ պիտի արդեն հասկացած լինեինք, որ այդ մեր նախկին քաղաքասարակությունը դեգրադացվել է, դեֆորմացվել է եւ վերածվել է իշխանության կցորդի։ Հիմա պիտի փնտրենք, գտնենք, աճացնենք նոր քաղաքասարակություն։ Այդ մարդիկ դարձել են իշխանության սպասարկողները իրենց շահերին։ Ես ցավում եմ, բայց հիմա էսպի ասեմ, որ մենք կանգնած ենք այն խնդրի առաջ, որ պետքա մենք մեծացնենք, աճեցնենք եւ պահենք հայ հասարակություն, որովհետեւ ներկա պահին հետևողականորեն հարձակումը գնում մեր ազգային բաղադրիչի վրա բոլոր ֆրոնտներով։ Մենք խնդիր ունենք հայ հասարակություն ունենալու։ Եվ դա այնպեսի այո, դա գիտեք ինչ լուրջ խնդիր է, որովհետև մենք բոլորս գիտենք, որ ժողովրդավարության հիմքը ազգային պետությունն է։ Մենք բոլորս գիտենք, որ ով որ չգիտի, թող գնա մտնի, ով որ այդքան տգետ է եւ չի նայում բանը հին եւ նոր փիլիսոփայական աղերսները եւ քաղաքագիտական նոր տեսությունները, թող դիմեն, ես իրենց կտամ Նիկոլ Փաշինյանի բլոգերներին խիստ պակասում է գրագիտությունը, բայց ես պատրաստ եմ, ես ուղղակի կրթող եմ իմ բնույթով, պատրաստ եմ նրանց կրթել ձրի ի տարբերություն իրենց, որ ձրի միտող չեն գրում։ Այդ բոլոր տեղերում այդ ճգնաժամը գալիս է նրանից, որ մարդը ինչ է, մարդը իմաստ փնտրող կենդանի է։ Մարդը իմաստ փնտրող կենդանի է։ Իմաստը միայն նրա մեջ է, ինչի համար դու պատրաստ ես կյանքը զոհել։ Դա կլինի երեխատ, դա կլինի հայրենիքդ, դա կլինի ինչ որ երազանք ու տեսլական։ Եվ բոլորովին ստամոքսը ու Ու կեցությունը պարտադիր չի, որ դու դա զոհես, բայց դու պիտի պատրաստ լինես, հասկանում եք տարբերությունը։ Հա ուզում եք գնաք բոլորի գլուխ ուտենք, ոչ, բոլորովին ներքին պատրաստակամությունը բերում է մեծ երազանքների եւ տեսլականների իրականացման, ինչը ես տեսա Իսրայելում։ Հիմա, երբ որ այդ երազանքը չկա, երբ որ դու մարդուց հանում ես ոչ միայն ազգային երազանքը, իսպար, այլ նաեւ մարդկային երազանքը, այսինքն ավելի լավը լինելու, ավելի կիրթ լինելու, դու ասում ես կրթությունը պետք չի, բոլորդ գնացեք, չասեց գիտությունն ինչ է։ Գիտությունը ինչ է, ընտանիքն ինչ է, մենք գոհ ենք քաղաքացիական ամուսնությամբ, այս բանը ինչ է, այն բանը ինչ է, արդյունքում գնում է հատուկ արժեզրկում, որովհետև միայն արժեզրկված հասարակության հետ կարելի է անել ինչ ասես։ Դա հատուկ տեխնոլոգիա է, հա։ Բայց պիտի այդ հասարակությունը պահպանի չէ իր արժեքները։ Պայքարի դրա համար, դիմադրի դրա։ Հասարակությունը իմունիտետի զրկելը նույնպես քարոզչական մանիպուլատիվ հնարք է, որ իրականացվում է շատ հետևողականորեն, այսինքն այն Շուշինի դժբախտ եւ դժգույն քաղաքից սկսած այդ գիծը գնում է, աստիճանաբար ամեն ինչը կդժբախտանա եւ դժգույն կդառնա, այդպես հետևողականորեն մարդկային արժեքներից սկսած ազգային արժեքային համակարգով վերջացրած։ Բայց Արմենջան, ասենք թե լեզուների, թե մշակույթի իմացությամբ շատ քչերը կարող են վիճել իմ կոսմոպոլիտիզմի հետ, այսինքն ես գիտեմ այդ բոլորը, բայց հասկանում եմ, որ ավանդույթի պահպանման եւ ավանդույթի աստիճանական նորացման մշակույթը բերում է հասարակության պահպանման։ Ավանդույթի ոչնչացման միտումները բերում են կռախի իսկականից, որտեղ նայեք, բոլշևիկները որ եկան, իրենք սկսեցին ամեն ինչ ոչնչացնել, չէ՞։ Եկեղեցիները էս են, հեղափոխության սկզբունքն է։ Հետո իրենք շատ արագ ստեղծեցին նոր իդեոլոգիա, որի մեջ էլի կար իդեալ, ապուշ իդեալ էր, այդ կոմունիստական, հա, այդ կոմունիզմի իդեալը բանման ապուշ իդեալ էր, բայց կարևորն է, որ ժողովուրդը այդ մետանարատիվին հավատաց եւ գնաց դրա հետևից։ Հիմա հարց եմ տալիս, ներկայիս իդեալը ո՞րն է։ Ստամոքսը, թե այդ բանը լավ ապրելը, բարեկեցիկ ապրելը, բարեկեցիկ վիզաների ազատականացումը։ Վիզաների ազատականացում չի լինելու, այդ Եվրոպան էլ իմ մյուս ցավն է։
Այդ վիզաների ազատականացումը իմ վաղուց երազանքն է։ Եվ հիմա էլի ես տեսնում եմ, թե ոնց են իմ ընկերները, մի շարք մարդիկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման դառնում ռնգեղջուրներ։ Այսինքն անհույս չտեղավորվելով ընդդիմադիր թեմերում, հիմա հույսը դնում են ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի միապահով գրպանում տեղավորվելու համար։ Տեսնում եմ, սիրտս ցավում է, որովհետև դա նշանակում է ու ինչքան էլ ծածկվեն եվրոպական արժեքներով, ինչքան էլ մտնեն այդ եվրոպական քողի տակ, ախր էլեմենտար հարցեր են։ Այդ էլեմենտար հարցերին պիտի պատասխան տա։ Թիվ 1 հարց։ Քաղաքացիական պայմանագիր է։ Մինչև այս վերջին ժամանակներս երբ է խոսել եվրոպական կողմնորոշման մասին։ Չի եղել նման բան։ Սկզբից մինչև վերջ նրանք ասել են, որ իրենց արևմտամետ չեն համարում, կոմպլեմենտար չեն համարում, իրենք իզմեր չունեն։ Այսինքն, այո, 2018 թվից մինչև վերջինս մի տարին ես չեմ լսել դեռ ավելին, երբ որ դեռ պատերազմը չէր եղել, ես բավականին բարվոք հարաբերությունների մեջ էի նրանցից շատ-շատերի կարկառուն դեմքերի հետ։ Եվ երբ որ խոսում է եվրոպական ինտեգրացիայի դրացիության, ոչ հարևանության, ոչ խաղաղության, ոչ թեմա չկար։ Այո, ես խոսում էի բանի եվրոպական ինտեգրացիայի պարտադիր փաստի մասին, եւ իրենք ինձ ինչ ասում էին, երազող ես դու բան ես, դա չի, դա հնարավոր չի, այսինքն ես իրանցից եմ լսել, անուններ հիմա չեմ տա, բայց այդ մարտիկ ով գիտե, որ ես իրանց անունները կտամ, հատ։ Էլ չեմ ասում, որ մի քանի սկրինշոտ ունեմ պահած, հենց այդ եվրոպական հարցը։ Դե այդ ասում եմ, ես ոչ մեկին չեմ սպառնում, բայց տվյալները հավաքում։ Եվ այդ բանից հետո, երբ որ արդեն դա երազանք էր, դա հնարավոր չէր, հանկարծակի վուալա ստացվեց, որ նրանք եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներ են։ Լավ, ընդունենք, որ խելքի եկան։ Ընդունենք, եկան խելքի, եկան ըմբռնման։ Ինչու նրանք չեկան ըմբռնման այն ժամանակ, որ արևմուտքը շատ գործուն ասում էր, եթե Ռուսաստանը ձեզ չի օգնում, իսկ Ռուսաստանը մեզ չէր օգնում, մենք պատրաստ ենք օգնել։ Մենք պատրաստ ենք էս անել։ Իսրայելը մեզ զենք առաջարկել։ Դավիթ Տոնոյանը այդ զենքը, որը կարող էր փրկել եւ 20 թիվը նկատում։ Այո։ Մենք դա մերժել ենք եւ նույնիսկ պատերազմի ընթացքում։ Դա փաստ է, չէ՞։ Դա չի եղել։ Դա չեն ընդունել։ Լավ։ Հիմա իրանք ասում են լինելու է եվրոպական ինտեգրացիա։ Մի հատ հարց ունեմ, էլի։ Ուկրաինան իր հեղափոխության առաջին իսկ օրից ամբողջ հեղափոխությունները եղել են եվրոպական ինտեգրացիայի համար, այսինքն իրանց լոզունգը եղել է։ Նրանք վճարել են իրենց պայքարով դրա համար, այսինքն մեր հեղափոխությունը Սերժ Սարգսյանի դեմ էր եւ նախկինների։ Իրենց հեղափոխությունը եվրոպական ինտեգրացիայի մասին էր։ Ռուսաստանից Այո, Ռուսաստանից անջատվելու։ Հետո նրանք դրան վճարել են պատերազմով, ընդ որում զոհերով, տերիտորիաներով։ Ուր է այդ եվրոպական ինտեգրացիան։ Ուրա Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիան, դա մեծագույն անարդարություն է, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը բղավում էր Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ, հետո բղավում էր, որ բոլոր նախկինների գլուխները պիտի կտրի, չգիտեմ ինչ էր անի, Չակուճովը, ուրա։ Այսինքն այդ ոնց կարելի է ասել, որ մարդու ոչ մի ֆունդամենտալ խոստում չի կատարվել եւ ճիշտ ասած կատարվել է ուղիղ հակառակը, հիմա հանկարծակի եվրոպական ինտեգրացիան կատարվելու է, ես վախենում եմ, որ կատարվի ճիշտ հակառակը։ Եվ առհասարակ այդ մարդը ոչ մի ասածը չի մնացել ոչ ուժի մեջ, ոչ կատարվել, ոչ ինքը անընդհատ ինքը իրան հակասել է, հերքել է։ Վարկաբեկելով եվրոպական իդեալը, որովհետեւ լիքը մարդ կա հիմա, որ ինձ ասում են դու այնքան լավ մարդ ես, բայց դու ինչ ես եվրոպամետ, չէ՞ որ նրանք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության։ Դե գնա կորի, կոտորվի, ասում ժողովուրդ ջան, ով որ Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության, նրան թողել է իշխանության։ Որտեւ Զելենսկին եկավ հեղափոխական թևերով իշխանության, նայեք ինչ օրի է։ Սահակաշվիլին նայեք ինչ օրի է։ Այսինքն բոլոր պրոեվրոպական հեղափոխությունների առաջնորդները կամ բանտում են, կամ պատերազմի մեջ են, եւ միայն մեկը ապահով պրոեվրոպական ինտեգրացիայով բրդու ճաուտում։ Չեմ հավատում ես այդ թատրոններին։ Չեմ հավատում։ Շատ լավ։ Ինչ սպասենք այսօր քաղաքական այս ուժերից, որոնք մտել են ընտրապայքարի մեջ, առհասարակ հիմա այնքան տարբեր կարծիքներ կա եւ այդ սոցհարցումներն են անդադ իրար հակասում եւ չես հասկանում թե իրականում է ժողովուրդը ինչ է մտածում, այս ագրեսիվ մասսան, որը որ
պաշտպանում է քաղաքապայմանագրին, դրանք շատ ակտիվ են, աղմկոտ են, ասպարեզում են, դրանց լսում ենք, այն մյուս մասային չենք լսում եւ ես հույս ունեմ, որ այն մյուս զանգվածը ավելի մեծ է եւ ավելի որոշիչ է լինելու նրանից ով լռում է։ նրա խոսքը զգուշավոր լռում են եւ այդ վախի գործոնը նաեւ այստեղ է դեր խաղում եւ ես հույսով եմ, որ նաեւ ընտրության ժամանակ է դա երևալու կարողանանք արդյոք ճեղքել այս պատը, այսպես ասած, կկարողանանք արդյոք փոխել ինչ-որ բան երկրում իրավիճակ, նոր իշխանություն կկարողանա գալ իշխանության, դու ինչպես ես մտածում եւ արդյոք կստացվի այս քաղաքական ընդդիմադիր ուժերի համախմբում, միավորում, համագործակցություն, թե նորից կգնանք էլի անորոշ ժամանակով սենց այս վիճակը ձգելու։ Հա, հիմա կխոսեմ wishful thinking-ի շրջանակներում, այսինքն ուղղակի կարտահայտեմ իմ Հա, ցանկությունը։ բնականաբար, հետենք ցանկություն եւ միքսել վերլուծություն։ Առաջի հերթին Նիկոլ Փաշինյանի հիմնական ռեսուրսը դա ընտրության չգնացող մարդն է։ Այո։ Այդ ռեսուրսից նորից ասում են գնացեք անպայման ընտրության։ Այս ռեսուրսից նրան պետքա զրկեն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր համարում են, որ իրենք չեն համակերպվում այս իրավիճակի հետ, հիասթափված են, հուսահատված են, զզված են, իրենք պետքա գնան։ Իրենք պետքա գնան ու ասենք, չգիտեմ, ձայնը տան, չգիտեմ, ում ուզում են, բայց իրենք պետքա գնան ընտրության։ Ես տեսեք, այն առաջատար ուժերին տանի հայտ։ Այո, եւ ես ինչի եմ օրինակ կոնկրետ մեր թիմի բանը, մեր թիմում ներգրաված։ Ես գտնում եմ, որ ժամանակն է, որ իշխանության կան պրոֆեսիոնալները, որովհետեւ կրկեսը արդեն հերիք է, էլի կրկես շատ տեսանք։ Տեսեք ժամանակին, այո, հիշում եք Վազգեն Սարգսյանը, որ ասել էր, որ տղեկը կռվել են, պետքա հիմա մասնակցեն։ Էդ էլ ուրիշ բան է, էդ էլ պրոֆեսիոնալիզմի այսպես ազգայնական մերժումներ, որ էլի սխալ է։ Պետքա գան պրոֆեսիոնալները, որ իրենց գործը կարգավորեն, այս նենց ավերակներ են, որ պետքա օրնի բուն աշխատեն, դա մեկ։ Իսկ ինչ, այս մեր թիմը պրոֆի է, բայց դա մի կողմ։ Հետո պետքա մարդիկ վերջապես տարբերեն, խոստումը եղել է, չէ՞։ Նայեն, խոստում ու կատարում ինչքան էլի այց հեռան։ Քաղաքական ուժերը պետքա հասկանան, որ արտաքին կողմնորոշման խայծը կուլ տալով, ինչ որ իրենց տվել է Նիկոլ Փաշինյանը եւ լավ սահմանազատում է եւ լիքը մարդիկ այդ խայծը կուլ են։ Դե մենակ այդ խայծը չի, ոնց ջան, այս պատերազմի սարսափն էլ է, չէ՞, մի խայծի նման մի բան էլ դա է։ Այո։ Բայց նախ եւ առաջ սրանք ռուսամետ են, նրանք արևմտամետ են, ուրեմն դուք հիշեք, չկա նման բան։ Ես միլիոն փաստ բերեցի, որ նա արևմտամետ չի եւ կարող եմ էլի մի 1000 փաստել վրայից բերել։ Դա չի խնդիրը։ Դու մի հատ նայի, վերջը քո հայկական պետության իրավիճակը ոնց է։ Ու մի ասա ես հայամետ եմ։ Ինտեգրացիոն մոդելներում տեղավորվելու խնդիր կա միշտ, բայց դու ինտեգրացիոն մոդել ոնց ես մտնում։ Իբրև ով ես մտնում։ Իբրև ինչ ես մտնում մարդ, որը ոչ սիմվոլ ունի։ Իդեպ այսօր լսել եմ, չգիտեմ, հələ մի հատ պիճշտեմ, ասում են, որ ուզում են Արարատը սարքեն Արևմտյան Ադրբեջանի սիմվոլիկա, չգիտեմ, դա որքանով է ռեալ ընդհանրապես։ Դա ամեն լսել եմ, ուղղակի ասում եմ, այն ասում ականջիս է կպել, հետո կարող ենք ասենք ավելի խորը դրա մեջ։ Հա, այսինքն դու քո սիմվոլիկայով, դու քո պատմությամբ, դու քո պահանջատիրությամբ, դու որտեղ ես մնում։ Եվ եթե դու պահանջ չես ներկայացնում։ Այո։ Նրանից չէ որ դու խայլոք ես։ Արցախը չկա, Արարատը չկա, հայկական որևէ սիմվոլ չի մնացել։ Ինչ ես բերում մարդկության հերցելի պատմության մեջ, երբ որ ես տեսնում եմ թե ոնց է գրվում ստրատեգիան, բան է անում, հանդիպում է հենց այդ մասնագետների հետ, հա, իրենց։ Ասում է հрьяաները երկար ժամանակ մտածում էին, որ իրենք եթե խաղաղ մնան եւ ոչ մեկին չկպնեն, իրանց ոչ ոք ձեռ չի տալու։ Եվ ինչքան իրանք լռում են, այնքան իրանց ոչնչացնում են։ Դա ակներիվ ճշմարտություն է, կյանքում էլ է տենց։ Ասենք այն որ ասում է մեկը որ ասենք եթե երեխան սոված է, եթե ձեռը չմեկնի, կարող է մայրը կողքը չլինի, իսկ մեր կողքին վաղուց մայր չկա։ Մեր երկիրը շատ վաղուց տենց բան վիճակում է, անհայրամայր։ Ուրեմն ինքը պետք է խոսի իր պահանջների մասին։ Ինքը պետք է իրավական հիմքեր դնի։ Բոլորին թվում է, որ դու խոսում ես ցեղասպանության մասին, դա նշանակում է, որ դու զենք զրահավեսնում ես ու գնում ես Թուրքիայի վրա։ Ոչ, դա համար կան քաղաքական, դիվանագիտական եւ ամենակարևորը իրավական պահանջներ, որը իրականացնելը դժվար է, բայց հնարավոր է։ Եվ ուր է։ Եվ եվրոպական շատ կառույցներ կան, որոնք պատրաստ են աջակցել։
Եվրոպական շատ կառույցներ կան, որոնք ձեռ են առնում Մակրոնին այստեղի կայացած շոուի համար։ Լիքը քաղաքագետներ Ֆրանսիայում ասում են, շատ հետաքրքիր է, ինքը երգում է միտեղ, որտեղ արցախցիների էթնիկ զտում է տեղի ունեցել, եւ չի ասում դրա մասին չի խոսում, դրա մասին խոսում են Ֆրանսիայի աչերը։ Շատ ինտենսիվ, որոնք ամեն հավանականությամբ կարող է եւ գան իշխանության։ Այսինքն աշխարհում բազմաթիվ եւ բազմաբնույթ process-ներ են կայանում, եւ դու պետք է այն process-ը ընտրես եւ նրա հետեւից գնաս, որը քեզ օգուտ է։ Հայաստանը այս քանի 6 տարվա ընթացքում մի հատ իրան օգուտ քայլ չի արել, այսինքն հայությանը, Հայաստանին։ Եվ այս իշխանությունը առաջի հերթին։ Հա, այս իշխանությունը ու ամեն ինչ արել է, որպեսզի իր իշխանությունը պահպանի։ Իրեն ասել են քո հանձնարարականը է սա, ասել է հարց չկա։ Այն ասում է партия сказала надо, комсомол ответил есть։ Նայում ենք այս խոսույթները ադրբեջանական, թուրքական, տեսնում ենք, որ հլու կամակատար գնում է այդ մարդը, բայց դա էլ բավարար չի։ Հենա իր բաներից, օգնականներից եմ ասում, ջատագովներից մեկը ասում է, Արցախը Քոչարյանն է ծախել։ Շատ հետաքրքիր է, էլի, շատ, ուղղակի ֆանտաստիկ 20 տարի առաջ ծախել են։ Հա, 20 տարի հիմա նոր գինը, հա, նոր հասնում է։ Հետո գիտես, ես նաև ինձ ուրիշ բան է զարմացնում, նա հասկացանք ինչ որտեղ կարող ենք բացատրել, ասել պատերազմ եղավ, կորցրեցին, կես եղավ, կամ ցեղասպանության ակտիվ փուլը, ճանաչման ակտիվ փուլը անցել ենք արդեն, աշխարհում շատ երկրներ արդեն ճանաչել են, գուցե արժի որ մի քիչ այդ խնդիրը գնա երկրորդ պլան եւ այլն, այսպիսի խոսույթ ես կհասկանայի, բայց որ սենց հետևողականորեն ոչնչացնում է ինքը բոլոր գաղափարներն ու ազգային արժեքները, մարդկանց այն նվիրական զգացումներին է խփում, ասում է Արցախը հայկական երբեք չի եղել, ինչով է հայկական եղել, հատուկ դա սարսափ Թշնամին այսպիսի բան չէր անի, ոնց որ սա է անում։ Չէ, թշնամին հասկացել է, որ ինքը եթե գնա կոշտ ուժի միջոցով, ինքը չի հասնում արդյունքի, որովհետև հայը մանավանդ Արցախին կոտր ընկնելու սովորություն ունեն։ Հիմա սա ներքուստ ավերիչ վիրուս է, ինձ համար նորություն չի, բոլոր կոլաբորացիոնիստները, բոլորը անխտիր գնացել են այդ նույն ճանապարհով, նույնիսկ Բարեկերտ Ֆրանսիայում Պետենը առաջի հերթին նստացրել է բաներին, մտավորականներին եւ ազգային խոսույթ կրողներին, որտեղ նրանք խանգարում էին ֆաշիստական Գերմանիայի հետ խաղաղություն հաստատելու։ Նորություն չի, նույն սխեման է, նույն սցենարը։ Ուղղակի պետք է մի քիչ եմ նաև պատմություն նայել այդ Հա, ժամանակին չեմ հասցնում, ուզում էի բան անել, շարք անել, պատրաստ էին նույնիսկ նկարել պատմության քառուղիներում այդ բոլոր պատմության պարունակները ավելի ճիշտ էլի 9 հաղորդում, որտեղ բոլոր այդ բաները ակնհայտ պատմական զուգահեռներ երևում են, այսինքն մարտահրավերները բոլոր երկրների համար անխտիր նույնն են, դուրս գալու երկրներն են տարբեր ճիշտ բևեռը գտնելու ելքն է տարբեր։ Օրինակ, եթե Դեգոլը, գիտեք, չէ, այդ իմ ամենասիրած նախադեպն է, բոլոր տեղերում պատմում են։ Բաներ նստացնում էին նրան։ Եվ նա վարչապետի օգնությամբ ուղղակի 10 ժամում լքեց այնտեղ, որտեղ ինքը պինստեր։ Գումար տվեցին նրան, այդ վերջին հայրենասեր ֆրանսիացին, եւ նա գնաց Անգլիա։ Այսինքն պատմական բախտի վիճակը, հա, Դեգոլը կարար թևերը ծալեր, նստել, ասել գնաց Անգլիա եւ այնտեղից սկսվեց պատմությունը։ Չերչիլն կարող էր ձեռքերը ծալել։ Այնքան մարդ կարող էր ձեռքերը ծալել, որ հիմա Չեմբերլենի պես։ Հա, որ ասես խաղաղություն են բերել։ Ինչ տարբերություն։ Հիտլերի հետ համագործակցությունը բոլորին կարող է։ Հա, ասում եմ, ես բոլորին խաղաղություն եմ բերել։ Հիմա այստեղ մեզ խաղաղություն են բերել։ Ընդ որում այդ թուրք-ռուսական հակադրության մեջ երկար մտածում էի, էլի թե որ նա եւ էդ էլ հասկացա Իսրայելում։ Տեսեք, ռուսական գենետիկ կոդի մեջ դրված է իմպերիական կոդը եւ բոլոր ժողովուրդներին նվաստացնելու, ստորացնելու, ուծացնելու այդ միտումը իսկապես կա։ Ես տարածք ընդլայնելու։ Այո։ Բայց կոնկրետ ռուսական գենի մեջ չկա հայի ֆիզիկական բնաջնջման նշանը, հա, չկա այդ բանը, ծրագիրը չկա, օրինակ հրեաներին բնաջնջելու ծրագիր իրանք ունեն, պագրոմները, սպանությունները, բան, այդ ունեն, հայերին չունեն, քրիստոնյա բանից, դա բանա, նայեք, նայած ով որտեղ, ովում բկինա ոսկով, պետք է ընդունենք, որ հրեաները ռուսական իմպերիայում ամենաճարպիկ եւ ամենաբանիմաց եւ ամենախելացի հատվածն են, ինչպես հայերը Թուրքիայում,
ինչպես հայերը Թուրքիայում։ Դրա համար այդ բնաջնջման ֆիզիկական կոդը ավտոմատ ազդում է ավելի խելացի, ավելի բարվոքի հանդեպ իմպերիան ինքը իր եւ ոչ թե իմպերիան էթնիկ այդ գերակայությունը, այդ ձևակերպումն եմ կարող է Շտայները շատ այնց ոգևորել, չգիտեմ, բայց այնուամենայնիվ դրա համար մարդիկ նախընտրում էին թեկուզ եւ պետական ճնշումը ֆիզիկական ամիջական բնաջնջման։ Հա, այդ ամիջական բռնաբարություններին, ամիջական, ասենք, տարբեր տիպի բռնություններին, ընդհանրապես այդքանը։ Իսկ հрьяաները օրինակ եթե ընտրեն Թուրքի եւ Ռուսի միջեւ, իհարկե կընտրեն Թուրքին, որտեւ իրենք ռուսական ուժեղ կոդ ունեն, հա, վախ մեզ ունեն։ մոտ էլ է, չէ, դիլեման կա, ասում է Ռուսաստանի գուբերնիատ եւ թե Թուրքիայի վիլայետ եւ ոմանք ասում են՝ «Տարբերությունը ո՞րն է, գնանք դառնանք վիլայետ»։ Ինչ է։ Ես մի բան եմ ասում, որ երկու դեպքերն են շատ կործանարար են։ Եվ այդ 21-րդ դարում կարելի այլ ոչ գուբերնիաներն էլ ոչ վիլայետ, որտեղ այդ երկու իմպերիաներն են քայքայման եզրին են։ Այսինքն Թուրքիան էլ է քայքայման եզրին, Ռուսաստանն էլ է քայքայման եզրին։ Ինձ համար նշան կա, գիտեք, շատ կարևոր։ Ավտորիտար եւ շուտ, եղան ասում գետնի տակ անցնող պետության նշանը գիտեք որն է։ Երբ որ ինքը սկսում է արգելել դասական գրականություն։ Եվ Թուրքիայում են արգելել լիքը բաներ, եւ Ռուսաստանում, գիտեք, արդեն քանի անուն գիրք է արգելվել։ Ոնց որ ֆաշիստական Գերմանիայում։ Դա ինպիսի ցուցիչ է։ Բրեդբերին Ֆարենհայթ 451 ունի, չէ, որտեղ թուղթը վառվում է 10 չեմ տակ։ Թուղթը հենց վառվեց, քաղաքակրթական կրախ է լինում։ Եվ քո խնդիրն այն է, որ դու քեզ պահպանես մաքսիմալ քո ազգային կապսուլայի մեջ։ Հետո տեսնես ինչ է լինում։ Ծրագիր ունենաս, ինչքան սպասեցին հрьяաները։ Դու քո ծրագիրը պահի, դու քո ազգային ծրագիր ունեցի, ոչ թե քո երազանքից մի հրաժարվի։ Եվ պահի, որտեղ կա երկու տիպի երազանք, ագրեսիվ երազանք եւ կառուցողական երազանք։ Հա, եթե քո երազանքը բնաջնջելն է, դու վերջիվերջո կբնաջնջվես, իսկ եթե քո երազանքը կառուցելն է, դու կկառուցես այն, ինչի մասին երազում ես։ Դա ավտոմատ։ Ամեն դեպքում պետք է ասել, որ մեծ միամտություն, մանկամտություն եւ նաեւ հիմարություն է հուսալ, որ Թուրքիայի հետ կարող ես դու այդպիսի հարաբերություններ հաստատել, կարող Ադրբեջանից 300,000 մարդ գա ապրել Հայաստանում եւ դու կարող ես գոյատևել այդ պարագայում, հա, դա շատ կարճ ճակատագիր է ունենալու ուրեմն մեր պետությունները։ Եվրոպային նայեք, երբ որ Մերկելը ոգևորված գերմանական, այսպես ասած, համոզողականությամբ, ներգաղթյալներին ընդունեց։ Բոլորը զարմացան Էժան աշխատուժ, հա, եւ այլն, որ փոխանակ պատերազմից զրկված ծերերի, կանանց եւ երեխաների փոխարեն Գերմանիա մտան իսլամական գաղափարախոսությամբ զինված պինդ տղեկ։ Եվ սկսվեց այն, ինչ որ հիմա շարունակվում է եվրոպական երկրներում, հասցնելով նրանց, գիտեք, շատ կարևոր է հանդիպել են մարդկանց, ովքեր չեն վախենում գալ Իսրայել, այսինքն չեն վախենում գալ հրեական կողմում գտնվել։ Եվ դուք կլսեք, թե բոլոր գիտնական ֆենոմենալ մարդիկ ինչպես են սարսափած ազգային խոսույթի կործանումից եւ իսլամի հաղթարշավից, այսինքն եւ իրենք բոլորը ինձ ասում են Հայաստանի դիրքը, Հայաստանի ասում քրիստոնեական անառիկությունը այդ հաղթարշավի բկին մի ոսկոր ասում այո, բայց Հայաստանին հիմա Եվրոպան այդ խոսույթով չի մոտենում։ Եվ դա վաղը մյուս օրը փորելու է իր գերեզմանը, ինչպես որ ռուսները որոշեցին, որ Ուկրաինայի դեմ պատերազմում նրանք կարող են փոխանակել Արցախը Ուկրաինայի հետ, եւ դա դառնալու է նաեւ իրանց պետության եւ դառնում է արդեն կործանման գերեզմանը։ Չի կարելի փոքր երկրները կուլտալու առաքելություն, այո, առաքելություն չունենան, կորած են։ Եթե երկիրը առաքելություն չունի, ինքը կորած է։ Մեզ զրկում են մեր առաքելություն եւ ազգային, այո, ազգային հանք, իհարկե։ Այո։ Շնորհակալ եմ, կարծում եմ հետաքրքիր էր։ Փոխադարձաբար շատ շնորհակալ եմ։ Այսօր այսքանը կհանդիպենք։